Աշնանային օրերն արդեն սկսել են ցրտել։ Անցած գիշեր Նինոցմինդայում գրանցվեց օդի շատ ցածր ջերմաստիճան, իսկ Նինոցմինդայում կարտոֆիլի բերքի մի մասը դեռ դրսում է։ Բերքահավաքը մեր տարածաշրջանում տևում է բավականին երկար։ Նինոցմինդան համարվում է գյուղատնտեսական շրջան եւ ապրուստի միջոցը հողագործությունն ու անասնապահությունն է։ Կարտոֆիլի բերքը կարելի է ասել այս տարի առատ է, քանդված է մոտավորապես 70%, 30%-ն էլ եթե եղանակները նորմալ եղնի, էլի ժողովուրդը քանդեգա։ Ծախսերը նորմալ են, մարդիկ որ դաշգոյին բենզինը թանկ է, սալյարքան թանկ է, բենզինը թանկ է, կարտոֆիլն է թանկ։ Եթե մարդիկ դաշգոյին չցանելը ձեռք կտա, չցանելը վաբշե ձեռք չի տա։ Ինչը կայնաս գյուղ կաբրիս ու չցանես։ Հնարավոր չցանել։ Իրենց տանջանքին համեմատ կյաները նորմալ է։ Չցանես ինչով ապրիս, ինչը ապրիս, ուրիշ գործ չկա, ուրիշ աշխատանք չկա։ Ըստ մենակ այդ բիզնեսն է, որ մարդիկ այդ բիզնեսը կներդանեն գյուղատնտեսական ճանապարհներով իրենց օրվա ապրուստը հայթայթին։ Ուրիշ ինչ գործ կա, որ ասենք այդ չցանեն ուրիշ գործով զբաղվին, հնարավոր չէ։ Սալյարքան թանկ է, բենզինը թանկ է, կարինն է թանկ, կարտոֆիլն է թանկ։ Նոր տարուց հետո կարտոֆիլը գետնի 1 լարի ու կես, 2 լարի, կարին գետնի 1 լարի։ Կան գյուղեր, որտեղ կարտոֆիլի բերքը այդքան էլ առատ չէ։ Այն պայմանավորված է եղանակային պայմաններից։ Ինչպես նշեց Դիլիփի բնակիչ Գյորգի Բարսեղյանը, անձրևների բացակայության պատճառով այս տարի բերք չկա։ 4 գրադուս մороз էր։ Վնաս չկա, ինչ կրնայինի։ 10 սոտ թանել է, ամսու 4-ին պերզել է։ Իշխեր այս տարվա բերքը։ Այս տարի բերք չկա կարտոլի։ Բանի ժամանակ, կարտոլի ժամանակ անձրևներ չեկան։ Մեր մոտ ջուր չունեն կորչերենք։ Դիլիփու ջուրը սաղ երկրով տանը, մեր կեղը չկա ջուր։ Համար քանակ կա, մանդր, խոզը կարտոլ։ 10 սոտ տոնամ կարտոլ է չել է խոշոր։ Մեկ էլ սաղ անասունի կիր։ Ջավախյան բնության օրենքներին մեր բնակիչները քաջատեղյակ են։ Յուրաքանչյուր տարին առանձնանում է իրեն բնորոշ եղանակային պայմաններով։ Ինչքան էլ տարին անբարենպաստ լինի, միևնույն է, ջավախցին ամուր կապով է կապված հողին, ու նա երբեք չի թողնում հողը անմշակ։